Մահվան պետական գրանցման գործընթացը հաճախ կարող է բարդ եւ անհասկանալի թվալ շատերի համար։ Այս տեսանյութը նվիրված է մահվան պետական գրանցման հիմքերի առկայության դեպքում այն հարցերի պարզաբանմանը, թե ինչպես եւ որտեղ ներկայացնել դիմումը, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ եւ ինչ տվյալներ պետք է նշվեն մահվան պետական գրանցման դիմումներում։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին ՀՀ օրենքի համաձայն մահվան պետական գրանցման հիմքերն են. Առաջին, բժշկական կազմակերպության կամ բժշկի տված մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը, երկրորդ, անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարին օրինական ուժի մեջ մտած վճիռը, երրորդ, նոտարիատի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը։ Ընդ որում, կարևոր է նկատի ունենալ, որ անձի մահը ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման։ Մահվան պետական գրանցման դիմում ներկայացնելու նպատակով դիմումները քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն ներկայացնում են էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով։ Էլեկտրոնային եղանակով մահվան պետական գրանցման մասին դիմումի համար անձինք պետք է անցնեն համապատասխան հարթակ, ներկայացնելով մահվան փաստը հաստատող բժշկական տեղեկանքը, դիմում եւ անձնագրի պատճենը։ Այս հարթակը կարող եք անցնել հետևյալ QR կոդի հղումով անցնելու շրջանակներում։ Այն դեպքում, երբ անձը ցանկանում է դիմում ներկայացնել սպասարկման կենտրոնների միջոցով, դիմում ներկայացնելու ձևով, ապա դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե դիմողը սպասարկման կենտրոնի աշխատակցին տրամադրում է դիմում պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը, փաստաթղթերը եւ ստորագրում պատրաստված դիմումը։ Օրենքով սահմանվում են մահվան պետական գրանցման համար դիմումին ներկայացնող պահանջները, ինչպես նաև կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը. Առաջին, բժշկական կազմակերպության կամ բժշկի տված մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը։ Երկրորդ, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, երրորդ, մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա տվյալները։ Չորրորդ, անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը։ Հինգերորդ, նոտարիատի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը։ Դիմումում նշվում են նաև տեղեկություններ մահացածի անվան, հայրանվան, ազգանվան, ազգության, ծննդյան վայրի, սեռի, քաղաքացիության վերաբերյալ տվյալներ եւ այլ տվյալներ, որոնց մանրամասն կրկին կարող եք ծանոթանալ QR հղումով մուտք գործելով։ Մահվան պետական գրանցումը կատարվում է մահվան պետական գրանցման դիմումը եւ դրանքից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու միջոցով նույն աշխատանքային օրը մահվան պետական գրանցման դիմաց պետական տուրք չի գանձվում։ ՔԿԱԳ մասին օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ գործակալությունը մահվան պետական գրանցումը մերժում է հետևյալ դեպքերում։ Առաջին, երբ պահանջը չի հիմնավորում դիմումին կից ներկայացող փաստաթղթերով կամ տեղեկություններով, երկրորդ, երբ չեն պահպանվել օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պահանջները, դիմումը մերժելու մասին որոշումը պետք է պարունակի մերժման իրավական բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա եւ գրանցմանը խոչընդոտող բոլոր հանգամանքները։ Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կամ դրանցից բխող այլ գործառույթ կատարելը մերժելու դեպքում այդ մասին հայցվող գործողության կատարման համար քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքով սահմանված ժամկետում դիմողին տրամադրվում է դիմումը մերժելու մասին համապատասխան որոշում, որը պետք է պարունակի մերժման իրավական բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա եւ գրանցման կամ հայցվող գործողության կատարմանը խոչընդոտող բոլոր հանգամանքները։ Մահվան պետական գրանցման մերժման որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով։ Այն դեպքերում, երբ անձի մահը հաստատվում է ոչ թե բժշկական կազմակերպության կամ բժշկի տված մահը հաստատող սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա, ապա տվյալ պարագայում կարող են գործարկվել այլ հիմքերով մահվան պետական գրանցման հնարավորությունները։ Օրինակ, հասնել անձի մահվան փաստի նոտարական ակտով կամ դատարանի վճռով հաստատման, որից հետո նորմիային ձեռնամուխ լինել անձի մահվան պետական գրանցման դիմումներ ներկայացնելու։ Այս դեպքում անձին անհրաժեշտաբար պետք է անցնել մահվան փաստի նոտարական եւ կամ դատական կարգով հաստատման կառուցակարգերով։
Անհրաժեշտ է նշել նաև, որ իրավաբանական փաստերի դատական եւ արտադատական կարգերի մասին կենտրոնը կրկին պատրաստել է առանձին տեսանյութ եւ համապատասխան ուղեցույց մահվան փաստի հաստատման դատարանի դիմումի տիպային օրինակ, որոնց կարող եք ծանոթանալ QR հետեւյալ հղումներին անցնելով։